Փաշինյանի Թուրքիա այցից շոշափելի արդյունքներ կարծես չկան։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը թեև կարևորում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը, սակայն կարծում է, որ ինչ-որ բան այնպես չի գնացել։ Ավելի վաղ համատեղ հայտարարության մասին խոսակցություններ էին շրջանառվում։ Նույնիսկ չեղավ հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարների հանդիպումը մամուլի հետ։ Դոլմաբահչեում կայացած բանակցությանը հաջորդեցին 4 պաշտոնական հաղորդագրությունները։ Մասնագետը դրանցից որոշ ենթադրություններ է անում։ Նախորդ օրը, երբ որ Ալիևի հետ հանդիպել է, Ալիևին էլ համոզել, որ ինչ-որ գուցե եռակողմ հայտարարություն լինի, բայց Ալիևը չի համոզվել։ Երկրների ղեկավարներն այդպես էլ տետ-ա-տետ առանց պատվիրակությունների հանդիպում համենայն դեպս հրապարակավ չունեցան։ Մեկ ժամում քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության եւ կոնկրետ արդյունքների հասնելու կարեւորությունը, անդրադարձել են նաեւ տարածաշրջանային իրադարձություններին։ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործընթացին եւ շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Թուրքական մամուլն ընդամենը այս հանդիպման փաստն է արձանագրել։ Լրացուցիչ որևիցե մեկնաբանություն թուրքական մամուլում ես ինչքան որ նայեցի չգտա։ Ըստ թուրքական կողմի Էրդողանը շեշտել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնագրի կարևորությունը եւ նշել, որ Անկարան կշարունակի լիարժեք աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացման ուղղված ջանքերին, հիմնված հաղթանակ մոտեցման վրա։ Թուրքիայի համար ներկա փուլում ավելի ձեռնտու է, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը շուտ ստորագրվի, որովհետև Թուրքիայի համար ես դա բազմիցս ասել եմ, ներկա իրադրությունը Հարավային Կովկասում ավելի գերադասել է, քան թե մինչև պատերազմներ 44 օրվա։ Իր դիրքերը ավելի ուժեղացել են։ Երևանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Անկարան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել է Ադրբեջանի հետ։ Այս հանդիպումն էլ դրա ապացույցն էր։ Եթե Թուրքիայի ցանկությունը համաձայնագրի ստորագրման հարցում այդքան անկեղծ է, ինչու չի պարտադրում փոքր եղբորը գնալ այդ քայլին։ Պարզ է, որ Թուրքիան եթե ուզի Ադրբեջանը ստիպված կլինի զիջումների գնալ, բայց մյուս կողմից էլ ասեցի, որ հիմա հարցը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի համար այդքան կարևոր չի։ Այսինքն ինչի պետք է ինքը ինչ-որ ռեսուրս ծախսի, ճնշի Ադրբեջանի վրա, ինչ-որ փոխարենը գուցե մի բան տա, եթե ինքը դրանից այս պահին մեծ առավելություն չի ստանում։ Հայաստանն ու Թուրքիան վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ Արդյոք սա մեկ քայլ առաջ է հարաբերություններում։ Ֆուտբոլային դիվանագիտությունը ինչպես գնահատենք, այլ քայլ առաջ էր, թե չի, արդեն այն ժամանակ այդ պետք է ստորագրեին, վերջի պահին չստորագրեցին։ Հիմա այդ փուլին դեռ չենք հասել այստեղ։ Հայաստանի համար ավելի ձեռնտու է ունենալ բաց սահման, քան փակ սահման, ասում է մասնագետը, բայց այդ ռիսկերը պետք է կարողանալ կառավարել։ Այդուհանդերձ ղեկավարների հանդիպումն ավելի շատ հարցեր է առաջացրել։ Բանակցությունից հետո Էրդողանը Փաշինյանին ճանապարհել է մինչև ավտոմեքենան։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։